Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 8։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Հովհաննես 3:16 խոսք։ Այս խոսքից հստակ և անկասկած կերպով երևում է, որ ճշմարիտ հոգևոր կյանքի մեծ մասը կայանում է զգացմունքների մեջ, քանզի սերը ոչ միայն զգացմունքներից մեկն է, այլ դրանց առաջինն ու գլխավորն է և բոլոր զգացմունքների աղբյուրը։ Սիրուց է ծագում ատելությունը այն բաների հանդեպ, որոնք հակառակ են նրան, ինչ մենք սիրում ենք, կամ որոնք ընդդիմանում, խոչընդոտում և խանգարում են մեր վայելքին։ Եվ սիրո և ատելության տարբեր դրսևորումներից, կախված այդ զգացմունքների առարկաների շրջապատող հանգամանքներից, լինեն դրանք առկա թե բացակա, որոշակի թե անորոշ, հավանական թե անհավանական, առաջանում են մնացած բոլոր զգացմունքները՝ ցանկություն, հույս, վախ, ուրախություն, վիշտ, երախտագիտություն, զայրույթ և այլն։ Աստծո հանդեպ զորեղ, քնքուշ և բոցավառ սիրուց անխուսափելիորեն ծագում են այլ հոգևոր զգացմունքներ ևս։ Այստեղից է բխում մեղքի հանդեպ խոր ատելությունն ու զզվանքը, մեղքից վախը և Աստծո անհաճության երկյուղը, Աստծո բարության համար երախտագիտությունը, գոհությունն ու ուրախությունը Աստծո մեջ, երբ նա ողորմությամբ և զգալի կերպով ներկա է, կամ վիշտը, երբ նա բացակա է թվում։ Ինչպես նաև ուրախալի հույսը, երբ սպասում է Աստծո ապագա վայելքը և իհարկե բոցավառ նախանձախնդրությունը Աստծո փառքի համար։ Եվ նույն կերպ էլ մարդկանց նկատմամբ մնացած բոլոր առաքինի զգացմունքները բխում են նրանց նկատմամբ ջերմեռանդ սիրուց։ Ամենամեծ սրբերի հոգևոր կյանքը, որի մասին մենք կարդում ենք Սուրբ Գրքում, մեծ մասամբ կայանում էր հենց այս սուրբ զգացմունքներից։